Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Այս ձերբակալությունները իրականացրել Լուիզիանայում, Նյու Օրլեանում եւ Բատոն Ռուժում թիրախավորելով ապօրինի ներգաղթյալներին։ Կալիֆոռնիայի սենատորները պահանջում են դադարեցնել Medicaid-ի շահառուների տվյալների փոխանցումը ներգաղթի վերահսկողության նպատակներով։ Պետդեպարտամենտը վերագործարկում է ուսանողական վիզաների տրամադրումը պարտադիր դարձնելով սոցիալական մեդիայի հսկողությունը։ Թրամփը պահանջում է Իրանի կապիտուլյացիան եւ սպառնում է ռազմական գործողություններով։ Թեհրանում բնակչությունը փախչում է, Թուրքիան ուժեղացնում է սահմանային վերահսկողությունը, լավագույն տարբերակը Հայաստանն է։ Սպիտակ տունը տարհանում է դիվանագետներին Իսրայելից պատերազմի վտանգի աճի ֆոնին։ Իրանի ներսում ընդդիմությունը դեռևս անկազմակերպ է չնայած երկար տարիների դժգոհություններին։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Մաքսեն եւ ներգաղթային վերահսկողության ծառայությունը այսը հաղորդել է, որ Լուիզիանայի հարավարևմուտքում գտնվող Դելտա Դաունս ձիարշավարանում անցկացված գործողության ժամանակ ձերբակալել է 84 անձի, ովքեր ապօրինի բնակվում էին երկրում։ Ձերբակալվածներից առնվազն 2-ը նախկինում ունեցել են քրեական անցյալ։ Այսը վերջերս նաև Նյու Օրլեանում է ստուգումներ իրականացնել ջրհեղեղների կանխման պետական ծրագրի շինհրապարակում, ձերբակալելով 15 կենտրոնական ամերիկացի աշխատող։ Իսկ հունիսի 11-ին Բատոն Ռուժի մերձման սրահներում 10 չինացի ներգաղթյալի է ձերբակալել։ Կալիֆոռնիայի երկու սենատորներ Ադամ Շիֆն ու Ալեքս Փադիլան դժգոհել են Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջելով դադարեցնել Medicaid-ի շահառուների անձնական տվյալների օգտագործումը ներգաղթային վերահսկողության նպատակներով, ներառյալ նրանց ներգաղթի կարգավիճակը։ Դեմոկրատ սենատորները նամակ են ուղղել առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերին, ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին եւ Medicaid-ի վարչության ղեկավար դոկտոր Մեհմեդ Օզին։ Անընդունել է, որ առողջապահական տվյալներն օգտագործվում են անտեղի արտաքսման գործողությունների շրջանակում, նշել են Շիֆն ու Փադիլան, պահանջելով ոչ միայն դադարեցնել տվյալների փոխանցումը, այլև ջնջել արդեն փոխանցված տեղեկատվությունը։ Հաղորդվում է, որ Medicaid-ի տվյալները ներառում են ներգաղթյալների անձնական եւ բժշկական տեղեկատվությունն այնպիսի նահանգներից, ինչպիսիք են Կալիֆոռնիան, Իլինոյսը, Վաշինգտոնը եւ Վաշինգտոն DC-ն, որտեղ թույլատրվում է ոչ քաղաքացի բնակիչներին օգտվել Medicaid-ի պետական ֆինանսավորման ծրագրերից։ Պետդեպարտամենտն այսօր հայտարարել է, որ վերականգնում է դադարեցված ուսանողական վիզաների տրամադրման գործընթացը, սակայն այսուհետև բոլոր դիմորդները պարտադիր պետք է իրենց սոցիալական մեդիայի հաշիվները դարձնեն private-ից հասանելի։ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հյուպատոսական ծառայության աշխատակիցները որոնելու են հրապարակումներ կամ հաղորդագրություններ, որոնք կարող են դիտվել որպես թշնամական Ամերիկայի, դրա կառավարության, մշակույթի, հաստատությունների կամ հիմնադիր սկզբունքների հանդեպ։ Հրապարակված նոր ծանուցման համաձայն դադարեցման մասին մայիսյան որոշումը չեղարկվել է, սակայն եթե ուսանողները հրաժարվեն իրենց սոցիալական մեդիայի էջերը դարձնել հասանելի, նրանց դիմումները կարող են մերժվել։ Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ պահանջել է Իրանի անհապաղ եւ անվերապահ կապիտուլյացիան, ինչն էլ ավելի է սրել լարվածությունը եւ նոր մակարդակի է հասցրել Իսրայելի եւ Իրանի միջև արդեն 6 օր շարունակվող օդային պատերազմը։ Ազգային անվտանգության խորհրդի հետ հանդիպումից հետո Թրամփը True Social-ում գրել է. «Մենք հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը, նկատի ունենալով Իրանի այաթոլլահ Ալի Խամենեին, թեև նա նշել է, որ այս պահին իր վարչակազմը չի ցանկանում սպանել Խամենեին, սակայն ավելացրել է. մեր համբերությունը սպառվում է»։ Մի քանի րոպե անց Թրամփը հրապարակել է գրառում մեծատառերով. «Անվերապահ կապիտուլյացիա»։ Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով Թրամփը նաև հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Մինչդեռ Թրամփը հերքել է իր հետախուզական ծառայությունների ղեկավար Թուլսի Գաբարդի մարտին հնչեցրած այն հայտարարությունը, թե Իրանը միջուկային զենք չի մշակում։ Թրամփը լրագրողների հետ Air Force One-ի մեջ ասել է. «Ինձ չէ տրկրում, նա ինչ է ասել։ Ես կարծում եմ նրանք շատ մոտ էին ունենալուն»։ Իր հետախուզության ղեկավարի հետ հակասության մեջ մտնելով Թրամփն այժմ կարծես աջակցում է Նեթանյահուի Իրանի դեմ հարվածներ արդարացնող պատճառաբանությանը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, տարածաշրջան ուղարկելով լրացուցիչ կործանիչներ, այդ թվում F-16, F-22 եւ F-35 ինքնաթիռներ։ Պաշտոնյաները հայտնել են, որ այդ ինքնաթիռներն օգտագործվելու են միայն պաշտպանական նպատակներով անօդաչուների եւ հրթիռների դեմ։ Բացի այդ, Միացյալ Նահանգները մեծ թվով վառելիքաբաշխիչ ինքնաթիռներ է ուղարկել Եվրոպա, ինչպես նաև ուղարկել է մեկ ավիակիր, ինչը Թրամփին տալիս է ավելի լայն ռազմական ընտրություն։ Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու ձգտումը, նշելով, որ որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ ունի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիա մշակելու իրավունք, ներառյալ հարստացում։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր հերթին շեշտել է, որ չի նահանջելու, քանի դեռ Իրանի միջուկային զարգացումը լիովին չի վերացվել։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իրանամետ Համասի կողմից Իսրայելի վրա հարձակման եւ Գազայի պատերազմի մեկնարկից հետո Իրանի տարածաշրջանային ազդեցությունը նվազել է։ Այդ ընթացքում Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի դաշնակիցներին՝ Գազայի Համասից մինչև Լիբանանի Հեզբոլլահ եւ Եմենի հութիներ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին այսօր մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անպայման կապիտուլյացիայի պահանջը։ Հազարավոր մարդիկ փախչում են Թեհրանից Իսրայելի ուժեղացված ավիահարվածների պատճառով, ինչն էլ ստիպել է Թուրքիային խստացնել Իրանի հետ ունեցած սահմանային հսկողությունը։ Թեև այս ամենի կողքին կա Հայաստան գնալու հնարավորություն, ինչից էլ օգտվում են շատ իրանցիներ։ Տեսաուղերձում Խամենեին հայտարարել է. ամերիկացիները պետք է իմանան, որ ցանկացած ռազմական միջամտություն կուղեկցվի անդառնալի վնասներով։ Իրանը մեծ դժվարությունների առաջ է կանգնած։ Թրամփը կտրուկ անցում է կատարել սկզբում առաջարկելով դիվանագիտական լուծում, իսկ հետո ակնարկելով, թե ԱՄՆ-ը կարող է միանալ պատերազմին։ Իսրայելի բանակը կոչ էր արել Թեհրանի որոշ հատվածների բնակիչներին լքել տարածքը։ Բանակը հայտնել է, որ գիշերը 50 իսրայելական կործանիչ է հարվածել 20 թիրախի, ներառյալ հրթիռների բաղադրիչների արտադրությամբ զբաղվող գործարանների։ Թրամփի հնարավոր ներգրավումը պատերազմին զգալիորեն մեծացրել է լարվածությունը, հատկապես այն բանից հետո, երբ նա լքել էր G7 գագաթնաժողովը եւ վերադարձել Վաշինգտոն ազգային անվտանգության հարցերով խորհրդակցելու։ Իրանի դեսպանը Ժնևում Ալի Բինին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հանցակից է Իսրայելի գործողություններին։ Եթե եզրակացնենք, որ ԱՄՆ-ը ուղղակիորեն ներգրավված է Իրանի վրա հարձակումների մեջ, ապա կսկսենք պատասխան տալ հենց ԱՄՆ-ին։ Իրանը սկսել է որոնել հակազդման հնարավոր տարբերակներ, ներառյալ քողարկված սպառնալիքները փակելու Հորմուզի նեղուցը, նավթով առևտրի համաշխարհային ամենակարևոր ուղին։ Թեհրանը նախկինում եւս սպառնացել էր փակել նեղուցը, սակայն երբեք չէր իրականացրել այդ սպառնալիքը։ Իրանի ներսում Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր ամենամեծ հարվածները խոցել են երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությանը։ Իշխանությունները սահմանափակել են ավերածությունների պատկերների տարածումը եւ արգելել են հանրությանը նկարահանել հարվածների հետևանքները։ Թել Ավիվի արևելքում գտնվող Ռամաթ Գան քաղաքի կայարանում էլ քաղաքացիները գիշերում են հատակին փռված ներքնակների վրա։ Թրամփն այսօր Սպիտական Բաքուն պատասխանել է Իրանի հետ հավանական պատերազմի մասին հարցերին։ Կպատասխանեք այն հարցին, թե ԱՄՆ-ը մոտենում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու որոշմանը։ Ինչպես եք դուք վերաբերվում այդ հարցին։ Չեմ կարող ասել, այդ հարցին չեմ պատասխանի։ Իրականում կարծում եք, թե ես այդ հարցին պատասխանելու եմ, դուք ուզում եք իմանալ հարվածելու եմ արդյոք Իրանի միջուկային բաղադրիչներին ու եթե այո, որ ժամին, երբ հարվածեմ, որ դուք գաք տեսնեք, ես կարող եմ հարվածել, կարող եմ չհարվածել, դուք չգիտեք, ոչ ոք չգիտի ես ինչ եմ անելու, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, Իրանը լուրջ խնդիրների մեջ է։ Իրանցիները կապվել են ձեզ հետ։ Այո։ Ինչ են ասել։ Ասացի արդեն ուշ է։ Գիտեք, ես ասացի խոսելու համար արդեն շատ ուշ է։ Հանդիպում կլինի, թե ոչ, դեռևս հայտնի չէ, բայց մի բան հստակ է, այս շաբաթը լրիվ այլ է, քան նախորդը, շատ մեծ տարբերություն կա։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Սենատում հայտարարել է, որ Պենտագոնը պատրաստել է տարբերակներ նախագահ Դոնալդ Թրամփի համար կապված Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետ։ Նա հրաժարվել է նշել, թե ԱՄՆ-ը կմասնակցի արդյոք Իսրայելի հարվածներին, որոնք կարող են ԱՄՆ-ին ներքաշել Մերձավոր Արևելքի ավելի լայնածավալ պատերազմում։ Հեքսեթի խոսքով Թրամփն է որոշելու տրամադրել արդյոք բունկեր ջարդող ռումբ, որը կպահանջի ամերիկյան B2 ռմբակոծիչների ներգրավում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Նա ընդգծել է. մեր գործն է պատրաստ լինել բոլոր տարբերակների համար։ Պետդեպարտամենտը սկսել է տարհանել ոչ պարտադիր դիվանագիտական անձնակազմի եւ նրանց ընտանիքներին Իսրայելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից, քանի որ Իսրայելի եւ Իրանի միջև թշնամական գործողությունները սրվում են, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացնում է հնարավոր ուղղակի ներգրավման մասին։ Այսօր ամերիկյան կառավարական ինքնաթիռը տարհանել է մի շարք դիվանագետներ եւ նրանց ընտանիքի անդամներ, ովքեր ցանկություն էին հայտնել լքելու երկիրը։ ԱՄՆ-ի դեսպան Մայք Հաքաբին X-ում հայտարարել է, որ դեսպանատունը նախապատրաստում է տարհանման չվերթներ եւ նավեր ԱՄՆ-ի քաղաքացիների համար։ Պետդեպարտամենտը հայտարարել է, տեղում արկա իրավիճակի եւ դեսպանատան թույլատրելի տարհանում կարգավիճակի շրջանակում առաքելության աշխատակիցները սկսել են դուրս գալ Իսրայելից տարբեր միջոցներով։ Թույլատրելի տարհանումը նշանակում է, որ ոչ պարտադիր աշխատակիցներն ու բոլոր աշխատակիցների ընտանիքի անդամները կարող են լքել երկիրը պետական ծախսերով։
Չկան հստակ տվյալներ, թե քանի մարդ է դուրս բերել օդով կամ ցամաքային ճանապարհով դեպի Հորդանան կամ Եգիպտոս։ Տարհանումները, Սպիտակ տան հայտարարությունները եւ ամերիկյան ռազմական օդանավերի ու ռազմանավերի տեղաշարժը Մերձավոր Արևելքում ավելի են խորացնում այն մտավախությունը, որ Միացյալ Նահանգները կարող է ավելի խորը ներգրավել հնարավոր տարածաշրջանային պատերազմում։ Երուսաղեմում գտնվող ԱՄՆ դեսպանատունը եւս տարանել է ոչ պարտադիր անձնակազմին ու նրանց ընտանիքներին շաբաթվա վերջին։ Մնացած անձնակազմին հանձնարարել են մնալ տեղում մինչև հետագա ծանուցումները։ Դեսպանատունը փակ է եղել դեռևս 2 շաբթից եւ կշարունակի փակ մնալ առայժմ ամբողջ շաբաթը։ Իսրայելի հարվածները ճնշում են Իրանի իշխող համակարգը, մի բարդ կառույց, որն իր մեջ ներառում է հոգևորականությունով ղեկավարվող կարգ ու սահմանափակ ժողովրդավարություն։ Իսրայելը շարունակում է թիրախավորել բարձրաստիճան պաշտոնյաներին, անվտանգության կառույցներին եւ պետական լրատվամիջոցները։ Թեև տասնամյակներ շարունակ երկրում մեկ պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացվել շիա կառավարության դեմ, ընդդիմությունը շարունակում է մնալ հատվածական եւ չունի կազմակերպված ներկայություն երկրի ներսում։ Ահա Իրանի հիմնական ընդդիմադիր խմբավորումներից մի քանիսը։ Ռեզա Փահլավի Իրանի վերջին շահը Մոհամմադ Ռեզա Փահլավին մահացավ 1980 թվականին հեղափոխությունից հետո փախչելով երկրից։ Նրա որդին Ռեզա Փահլավին ներկայումս ապրում է Միացյալ Նահանգներում եւ կոչ է անում խաղաղ քաղաքացիական անհնազանդության եւ հանրաքվեի միջոցով իշխանափոխության։ Չնայած նրան, որ նա ունի մեծ թվով համախոհներ, հստակ չէ, թե որքան ժողովրդականություն է վայելում միապետության վերադարձը, հաշվի առնելով նախկին շահական վարչակարգի անհավասարությունները եւ ճնշումները։ Նույնիսկ միապետական կողմնակիցների շրջանում կարծիքները բաժանված են։ Մուջահեդին խալկ 1970-ականներին իրականացրել է ռումբային հարձակումներ շահի կառավարության եւ Միացյալ Նահանգների թիրախների դեմ։ Չնայած Իսլամական Հանրապետության հակառակորդ լինելու հանգամանքին շատ իրանցիներ չեն ներում խմբին այն բանի համար, որ Իրաքի կողմն է կանգնել Իրան-Իրաք պատերազմում։ 2002 թվականին այս կազմակերպությունն առաջինը բացահայտեց Իրանի գաղտնի ուրան հարստացնող ծրագիրը։ Խմբի առաջնորդ Մուսադ Ռաջավին անհետացել է արդեն 20 տարուց ավելին։ Նրա կինը Մարիամ Ռաջավին այժմ ղեկավարում է ինչպես Մուջահեդին խալկը, այնպես էլ Իրանի Դիմադրության ազգային խորհուրդը, որն ակտիվ է արևմուտքում։ Մարդու իրավունքների խմբերը քննադատում են կազմակերպության, այն անվանելով սեկտայի նման կառույց, սակայն վերջինս հերքում է բոլոր մեղադրանքները։ Քրդական եւ բելուջական փոքրամասնություններ Իրանում հիմնականում սուննի մուսուլմաններից բաղկացած այս համայնքներն ունեն մեծ դժգոհություն իշխող համակարգից։ Մեծածավալ բողոքի ցույցերը հատկապես ինտենսիվ են հենց քրդական եւ բելուջական շրջաններում, սակայն այս շրջանները չունեն միավորված ընդդիմություն, որը կարող է իրական սպառնալիք ներկայացնել կենտրոնական իշխանությանը։ 2009 թվականի կանաչ շարժում նախագահական ընտրություններից հետո 100,000-ավոր քաղաքացիներ բողոքեցին մեղադրելով իշխանություններին ձայների կեղծման մեջ ընդդեմ թեկնածու Միր Հոսեյն Մուսավի։ Նրա շարժումը փորձում էր բարեփոխումներ իրականացնել Իսլամական Հանրապետության սահմաններում, սակայն այժմ համարվում է գործնականում անգործունակ։ 2022 թվականի կանանց իրավունքների ցույցերը Այդ տարի Իրանում սկսվեցին մասշտաբային ցույցեր կենտրոնացած կանանց իրավունքների շուրջ, սակայն շարժումը չունեցավ հստակ առաջնորդություն կամ կազմակերպում, շատ ցուցարարներ ձերբակալվեցին եւ բանտարկվեցին, ինչի արդյունքում բողոքի ալիքը չվերածվեց կազմակերպված շարժման։ Այսօր Սպիտակ տանը նախագահ Թրամփն ընդունել էր FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոին եւ իտալական Յուվենտուսին։ Թեև հանդիպումը պետք է սպորտային թեմատիկայի մեջ լիներ, միևնույնն է լրագրողները առիթը բաց չեն թողել այլ հարցեր ուղղելու համար։ Թրամփն ընդգծել է, որ ինքը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է գործել, եթե Իրանն առաջ շարժվի միջուկային զենքի ուղղությամբ։ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, դա իմ ամենահստակ դիրքորոշումն է, եթե ստիպված լինենք պայքարել դրա դեմ, պիտի անենք, հայտարարել է նա։ Նա նաև ասել է, որ պատրաստ է հանդիպման Իրանի ներկայացուցիչների հետ, եթե նրանք կարողանան դուրս գալ երկրից։ Նրանք նույնիսկ ցանկանում են գալ Սպիտակ տուն, բայց չեն կարողանում, քանի որ ռմբակոծվում են, ավելացրել է նախագահը։ Նա նաև նշել է, որ Իսրայելը լավ է պայքարում եւ վերահաստատել է աջակցությունը նրանց։ Անդրադառնալով ներքին քաղաքականությանը Թրամփը հեգնել է նախկին նախագահ Ջո Բայդենի ղեկավարումը, նշելով, որ ավտոմատ գրիչն է ղեկավարել Սպիտակ տունը։ Նա քննադատել է Բայդենի քաղաքականությունը բաց սահմանների, տրանսգենդեր հարցերի եւ տղամարդկանց կանանց սպորտում խաղալու հարցերում։ Նախագահը խոսել է նաև ներկայիս նահանգների ներգաղթային իրավիճակի մասին, շեշտելով, որ մայիսին սահմանը գրանցել է պատմականորեն ցածր ապօրինի հատումներ։ Իսկ խոսքի ավարտին հավելել է. «Մեզ պետք են ներգաղթյալներ, որոնք սիրում են Ամերիկան»։ Օրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։